Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սկսել է բանակցել ադրբեջանական կողմի հետ սահմանն անցած 24-ամյա զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի մասով։ Միջազգային կոմիտեի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին, սակայն մանրամասներ դեռ չի հայտնում։ Մենք բանակցում ենք, մենք երկխոսության մեջ ենք։ Ըստ բանին միայն կարող գիտենք, որ այսպիսի միջադեպ տեղի ունեցել եւ անմիջապես խոսում ենք իշխանությունների հետ։ Հիմա մյուս փուլը արդեն մնացած հարցերը ուսանք։ Փոխարենը ադրբեջանական մամուլն արդեն երկու տեսանյութ է հրապարակել, ցույց տալով, թե ինչպես է հայ զինվորը սպիտակ կտորը ձեռքին մոտեցել ադրբեջանական զորքերին։ Երկրորդ ավելի երկար տեսանյութում Անդրանիկ Գրիգորյանն արդեն սենյակում է, կծկտուր պատասխաններով եւ աչ ու ձախ նայելով նա իր արարքը պատճառաբանում է զորամասում կրած ճնշումներով։ Воевать не хочу, жить хочу. Кто сильный, хорошо живет. Кто сильный, плохо живет. Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը վստահ է, սա ճնշումների արդյունքում բեմականացված նկարահանում է, հնչող խոսքերն էլ որևէ կապ չունեն իրականության հետ։ Գրիգորյանին պարտադրել են, որ այդպիսի բան է խոսում։ Նույն արել են Ինջիղուլյանի հետ եւ նույն մարդիկ են այնտեղ, նույն խումբն է, սա պարզ երևում է, այսինքն այդ մարդկանց ուղակի բռնությունների են ենթարկում եւ փաստորեն սուֆլորի պես մի բան է դրած այնտեղ, այդ մարդը կարդում այն ինչ պետք է ասի, տրաֆալետային ինչ որ գաղափարներ։ Բաբայանը բեմականացում է որակում նաեւ ադրբեջանական սահմանին մոտենալու մասին տեսանյութը։ Նախագահի խոսնակը նշում է, հայ զինվորին այլ համազգեստ են հագցրել։ Վերևի մասը տարբերվում է ներքևից գեստից գույները եւ ալի երևում է, որ արդեն ոնց որ նախկինում հիշում եք մեր այդ քաղաքացու Միջևանում փոխել են էլի կոշիկները, հիմա տեսնում եք, որ փոխել են ուրեմն հայտի, ուրեմն շորերի ներքի մասը։ Իսկ հայկական համազգեստը ներքևի մասը։ Վերևի մասն է հայկական, ներքևինը ոչ։ Բաբայանի համար զարմանալի է նաև ադրբեջանական կողմի հանգստությունը, անգամ եթե զինվորը սպիտակ դրոշակով է մոտենում, դիրքերում հերթապահող զինվորները պետք է հատուկ գործողություն իրականացնեն։ Որտեղ ինքը կարող է լրիվ ատամներով զինված լինի, նռնակներով, եւ գա այնտեղ շախեդի պես, այսպես ասած, տրակցնի իրեն։ Այսպեսի մենք բաներ չենք տեսնում։ Կարծես թե ամեն ինչ սպասվելի է, բոլորը սպասում են, որ ինքը գա նկարահանում են։ Եվ այդ նկարահանումները ցույց են տալիս, որ սա եթե նույնիսկ տեղում է իրականացվել, բայց իրականացվել է թիկունքում, այսինքն Ադրբեջանի հերոստատեսությունից եկել են եւ այդ նկարահանումները կատարել։ Անդրանիկ Գրիգորյանի կողմից մարտական դիրքը լքելու փաստի առթիվ քննչական կոմիտեում արդեն հարուցվել է քրեական գործ։ Դասալքությունը մարտական հերթապահությունը կատարող զինծառայողի կողմից հատկանիշներով։ Ղարաբաղի պաշտպանության բանակը 3 հաղորդեց նաեւ զոհի մասին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության զինծառայող Հայկ Մարգարյանը հանկարծամահ է եղել դեռևս չպարզված հանգամանքներում։ Այս պահին հաղորդվում է միայն, որ 23-ամյա զինվորը ուշագնաց է եղել եւ 10 րոպե անց հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել։ Անհայտ է նաեւ հանկարծամահ եղած Հայկ Մարգարյանը ծառայության ընթացքում առողջության հետ կապված գանգատներ ունեցել է թե ոչ, սակայն պաշտպանության նախարարի խոսնակը վստահեցնում է, Մարգարյանը պիտանի է եղել ծառայության անցնելու համար։ Այս պահին գոնե հստակ կարող եք ասել, որ ինքը այդ բժշկական ծնուն ասելուց առողջ է եղել։ Իհարկե, միանշանակ կարող եմ ասել։ Եթե հաստատվեց, որ ինֆարկտ է կամ ինսուլտ, չգիտեմ, ինչ որ մի բան է։ Այդ իրենց հիվանդությունը այդպես խնդրեմա, որ քաղաքացիական կյանքում պատիկ լրիվ ֆայլաստերը առողջ չմնում մառնում են։ Արծրուն Հովանիսյանը վստահեցնում է, այս դեպքերը որևէ առնչություն չունեն անցած շաբաթվա վերջին սահմանին արձանագրված լարվածության հետ, որի արդյունքում հայկական կողմում 3 զինվոր զոհվել էր, 4-ը վիրավորվել։ Մենք որևէ բան չենք թաքցրել կամ կերտել։ Համընկնում ա եղել, որոշ մարդիկ այդ նստած դրան են սպասում, որ այս համընկնումներ լինի, սկսեն քարկոծել էլի։ Հանկարծամահ եղած զինվորի գործով քննություն է իրականացնում զինվորական քննչական գլխավոր վարչությունը։ Մանրամասներ չեն հաղորդվում։ Պաշտպանության նախարարությունը միայն տեղեկացնում է, Ադրբեջանն անցած զինծառայողն ու հանկարծամահ եղած զինվորը միևնույն զորամասում չեն ծառայել։